ասում եք, որ ազդելու է փոխառական հարաբերությունների վրա։ Հիմա մի օրինակով խնդրեմ կարող եք ասել հայց է պահանջում նշված քաղաքացիներից որևէ մեկը, որ ինձ պատկեր, օրինակ 10 միլիոն դրամ, այդ ինչպես է իր վրա ազդելու այս սույն դատավարությամբ նրանց երրորդ անձ ներգրավելը, կամ սույն դատավարության արդյունքները ինչպես են ազդելու։ Փոխարական հարաբերությունները կողմը փոխել է, բախտը այդ անձերում։ Հիմա երբ որ կողմը փոխվում է փոխարական հարաբերություններում քաղաքացիական օրենսգրքի համաձայն ինչ պետք է անի նոր պարտատերը։ Երբ որ դառնում է պարտատեր, չէ, պետք է ընդհանրապես ծանոթի պարտատիրոջ է եւ ասի, որ այն նախկին պարտատերը չկա, նոր պարտատիրոջ հանդեպ, այսինքն իմ հանդեպ կատարել պարտավորությունները, ճիշտ է։ Բաժանորդագրվեք Իրավաբան.net-ի սոցիալական հարթակներին հետագա նորություններին տեղեկանալու համար։